Բարի օր սիրելի երոստաթիդող, այսօր պատրաստելու ենք շատ համեղ աղցան, առողջարար, արագ պատրաստվող եւ կարող ենք ասել full meal, այսինքն ամբողջական ուտեստ։ Ինչի, որովհետեւ ինքը իր մեջ ունի պրոթեին, որը վերցնելու ենք կամ ստանալու ենք այծի բաներից, այսօր որոշել եմ այծի բանրով պատրաստել, իսկ շուկայում այծի բաները ընդհանրապես մի քանի տեսակ է լինում կամ pasteurized վիճակով է լինում, այսինքն pasteurized, որը ավելի մոցարելայի նման է, կա որ ֆետայի նման է, երկուստ էլ կարելի է օգտագործել։ Եթե այս ձևով է, հիմա ինչպես որ պատրաստում եմ կտրատելու հետո տապակելու նույն ձևով կանենք, իսկ եթե ֆետայի նման է, նորեն դեց գլորները նույն ձևով կտատախենք մեր հավգիտին կամ ալյուրին եւ բաքսիմատին կտապակենք ու արդեն աղցանը կպատրաստենք։ Մի խոսքով շատ համեղ աղցան սպասում է մեզ։ Այսօրվա պաղաթրադոմսի համար մեզ պետք է մի դուփ աղցանի համար խարը կանաչի, այծի պանիր 300-ից 400 գրամ։ Բանիրը բադելու համար մեզ պետք է մի բաժակ ալյուր, 2 հատ հավգիտ եւ մի բաժակ բաքսիմատ։ Իսկ մենք մանանեգի բաքսիմատն ենք օգտագործում։ Մի հատ կիտրոն, մի հատ ավոկադո եւ մի հատ կարմիր սոխ։ Մի բաժակ հաբալաս, 2 ճաշի գդալ մեղր, 2 ճաշի գդալ բալսամիկ։ Համեմունքներից օգտագործելու ենք աղ, սևաղբեղ եւ ցիտապտղից հետ։ Այս աղցանը պատրաստելու համար սկզբում պետք է բանիրները կտրատել։ Իսկ առաջ որ բանիրները կտրատեմ, կարող ենք հավգիտը զարնել, մի քիչ խորը ափսեի դնել։ Հիմա ալյուրը պատրաստ է, մնաց բաքսիմատը։ Ավելացնում եմ։ Մի քիչ աղ եմ ավելացում բաքսիմատին, մի քիչ էլ հավգիթին եւ սևբաբեղ։ Ունենք պանիրները, այսպես կտրատելու եմ։ Մի քիչ կամած, որպեսզի իր տեսքից չհանենք։ Այո, շարունակում ենք։ Մենք այսօր mix green-ով ենք անում, այսինքն խարը աղցանի համար կանաչի, որը կա շուկայում կգտնեք, բայց եթե այդ ռոբեին չունեք տուն եւ ունեք օրինակ 1000 կամ ունեք արգուլար ռոկա, կարող եք դրանով անել։ Մի հատ գնամ օջարվեմ ու կանք շարունակենք։ Իսկ օջարվելը իհարկե ABC-ով։ Ուրեմն, վերցնում ենք մի հատը, սկզբում դնում ենք ալյուրին, հետո հավգիտին, իսկ հետո բաքսիմատին։ Եվ այսպիսով պատում ենք, որպեսզի ինքը իրան ունենանք հետո խրխտան բարիկներ։ Տեսակ ինչքան հեշտ է։ Էսի պատրաստ է։ Ասում ենք հաջորդին։ Սկզբում ալյուր, հետո հավգիտ, հետո բաքսիմատ կամ հացի փոշի։ Դե իհարկե այս աղցանը եթե ուզում եք օրինակ ինչ որ ուտելիքի կողք կանել, եթե ուզում եք օրինակ կողքը ջուդ անել, համով ջուդ կգնա օրինակ իր հետ,
օրինակ ջերոցում պատրաստված։ Եթե տեսել եք մեր բաղադրատոմսը, կարող եք մեր բաղադրատոմսով էլ պատրաստել։ Դե իհարկե, եթե թռչնամթերք ենք ասում, զանգեզուրի թռչնամթերքը կարող եք օգտագործել, օրինակ ջուտը, հավգիտ, ալյուրը թրել ենք արդեն ու հետո պաքսիմոտ։ Կողքերը Սիտապտրից հետո ենք դապակելու, որպեսզի դառնա ավելի համով։ Էս էլ է պատրաստ։ Եթե ուզում եք օրինակ ուրիշ բաներ օգտագործել, կարող եք հալումի օգտագործել իմիջիայլոց։ Սրանք արդեն վերցնում ենք ու անցնում ենք առաջ։ Գրագը միացնում ենք, սպասում ենք մի քիչ տաքանա, որ ցիտապտրից հետ ավելացնենք։ Ստեղ ատեմ մեր բանիները պատրաստ են, մեզ են սպասում, ստեղ կտրատել ենք սոխը և ավոկադոն։ Ահա, միջև բանիրները կտրատենք, կարող ենք կտրատել ավոկադոն, շերդերի, ասեմ մի հատ գաղտնիք, ամենալավ ավոկադոն պետքա քո կտրելուց սենց բարդավոր չի լինես իրեն փռնես ու հաջորդը կտրես, ինքը պետքա դեղը մնա, բարի և հնազանդ և դու շարունակես քո գործը, պետք է ոչինչ, բոլորս գիտենք, որ Հայաստանում միշտ չէ, որ բախտավորվում ենք լավ ավոկադոյով, չնայած հիմա դրսից մեզ նայողները կասեն վայ, մանավանդ ամերիկայերը համով ավոկադոներ ունեք, գիտեմ, դե մույս երկիրներն էլ, Ֆրանսա, Կանադա, Լիբանան, Եգիպտոս, ամեն երկիրները, հույսով եմ բամը չմորացա, Սիրիա, Okay. Մի թեթև լիմոն եմ քամում վրան, որ քույնը չփոխե, ու հետո արդեն սոսը կպատրաստենք։ Մի հատ նայենք մեր բանիրները, ուպ, հոտը խենթանալիք է։ Վաու։ Շատ ուշադիր պետք է դարձնենք, որ ինքը մի քիչ փափուկ է, վաու։ Այսքան համովություն։ Իսկ հիմա կտրատում ենք կարմիր սոխը։ Այնքան սիրում եմ կարմիր սոխը այս տեսակ աղցանների մեջ, ուղղակի ինքը ամբողջական է դարձնում։ Ստեղ ունենք ավոկադոն, ստեղ ունենք կարմիր սոխը, ստեղ ունենք հապալասը եղածին պես ենք ավելացնելու, արդեն սոսը պետք է պատրաստենք, մի հատ պանիրը նայենք։ Մեր պանիրները պատրաստ են, թող բաղին քիչիկ։ Իսկ հիմա պատրաստում ենք սոսը։ Ունենք մեղր, ունենք բալսամիկ, ունենք լիմոն, ունենք ցիտապտրից հետ, ունենք սև բողբեղ։ Ամենաառաջ լիմոնի հյութը քամում եմ։ Ավելացնում եմ բալսամիկը։ Գնացինք մեղրը, այս սոսն էլ է շատ համով իրականում, ինքը քաղցր
եւ թթու սոսա։ Հիմա մի քիչ խառնելուց հետո կավելացնեմ ցիտապտղից հետ ու արդեն ինքը պատրաստ կլինի։ Ուղղակի հիմա մեղրը դիզոլվ եմ անում, այսինքն իրան փացում եմ այս ամեն ինչով, նայեք, իրան արդեն այսպեսի կոնսիստենսի ունենք, այսինքն բան, զանգված սև բիբար, աղ չենք ավելացնում, քանի որ պանիրին համը աղը միան կփափե, ու արդեն սոսը պատրաստ է, տեսաք։ Վաու։ Սկզբում ավելացում ենք մեր խարեկանաչին, որը մաքրել ենք, պատրաստել ենք, եւ ինքը միանգամից կարող ենք աղցանի հատակում ավելացնել։ Ինքը խառն է լինում, սպանախ է լինում մեջը, արկուլո կամ ռուկոլա է լինում եւ մի քանի տեսակի ուրիշ կանաչիներ։ Ավելացնում եմ կարմիր սոխը։ Ավելացնում եմ ավոկադոն։ Ուպս։ Ինչ-որ հետաքրքիր ձևերով շարում ենք, ոնց մեր սիրտը ուզե։ Ավելացում եմ մեր պանիրները։ Ավելացում եմ հապելասը։ Հիմա արդեն պետք է ավելացնենք սոսը։ Եվ այսօրվա աղցանը ID բարով եւ հապալազով պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարի խոժակ։ Դե ինձ սիրելիներս, մեր այսօրվա աղցանը պատրաստ է։ Համով հոտով կարող եք վայելել։ Իդեպ հիշացնեմ, որ այս աղցանի հետ, եթե սեղանը պետքա տնեք հյութեղեն, չմոռանաք սիրի եւ մազայի մասին։ Իսկ ես հիմա ուզում եմ ուտեմ եւ ուզում եմ հիշացնել մեր YouTube-յան ալիքը, որտեղ դուք կարող եք բաժանորդակրվել եւ ըստ այմ լիքը մարդ բաժանորդակրվել է արդեն, որով արդեն մենք դառնում ենք մեծ ընտանիք։ Այնտեղ բաց չեք թողնի ոչ մի հաղորդում, որովհետեւ պատրաստեք բոլոր բաղադրատոմսերը, որ մենք պատրաստում ենք։ Խրխտան դրսից ներսից հյութալի։ Վերցնում եմ մի քանի բան ու ուտում եմ։ Մադել ավոկադո։ Շատ համով է։ Իրականում ես այդի բաներով ամեն տեսակի աղցան շատ եմ սիրում։ Իրականում ուզում եմ ավելի ուտեմ, բայց մտածում եմ, որ այնտեղ Smiley Sweet-ը ինձ է սպասում։ Քիչ ուտեմ, որպեսզի կալորիներս ավելի չավելանան, դեղ բահեմ այս համովություններին։ Դե ինձ սիրելիներս, դուք էլ պատրաստեք այսօրվա բաղադրատոմսը, ինձ ասեք ինչքանով եք հավանել, իսկ մենք կհանդիպենք վաղը ժամը 9:00 կամ 17:00 Կենտրոն TV եթերով։ Stay tuned.